Հունիսի 26-ին Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության գլոբալ առաջնորդության և բացահայտիր Հայաստանը ծրագրերում ընդգրկված սփյուռքահայ երիտասարդներին, որոնք Մայրաթոր Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակի նախագահ, կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակոբյանի ուղեկցությամբ։ Այս երիտասարդները հիմնականում տարբեր համալսարաններ հաճախող ուսանողներ են։ Հայկական բարեգործական ընդհանուր միության Սփյուռքի երիտասարդական ծրագրերի տնօրեն Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ այստեղ նրանք այցելում են մարզեր, հաղորդակցվում տեղի բնակիչների հետ, մասնագիտական փորձառություն են ձեռք բերում նախընտրած ոլորտներում։ Նրանցից շատերը սպասավորում են իրենց համայնքների եկեղեցիներում, շապիկ են հագնում, խորան բարձրանում կամ երգչախմբում երգում։ Խմբի մեջ կան շատ երիտասարդներ, որոնք առաջին անգամ են այցելում մայր հայրենիք ու իրանց համար, ինչպես նաև մյուսների համար, սա շատ խորհրդանշական է ու շատ կարևոր է հասկանալ, թե ինչքան կարևոր է մեր Սփյուռքի ու հայրենիքի կապը ու եկեղեցու կապը, ինչքան կարևոր կամուրջ է հանդիսանում եկեղեցին հայրենիքի ու Սփյուռքի համար եւ վեհապարի հետ հանդիպելը, իր խորհուրդը, հայրական խորհուրդն ու օրհնանքը ստանալը շատ կարևոր ու խորհրդանշական է բոլորի համար։ Երիտասարդները վեհապար Հայրապետին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան։ Նրանք առավելապես հետաքրքրված էին հայրենիք, եկեղեցի, սփյուռք կապերով։ Ես Բոստոնեն գուքամ Ամերիկա եւ հոգեբանություն կուսանիմ համալսարանի մեջ, երրորդ տարիս կմտնամ գոր եւ իմ կարծեմ ուղղությունս էր բզդիկներու հետ աշխատել իբրև հոգեբան հուսամ։ Ես հիմա Սաուդիա գաբրիմ, բայց Սուրիո հայ եմ Դամասկոս ձեներեմ եւ մամաս Հալեպսի է։ Հիմա Հայաստան եկա եւ Discover Armenian զադեցի, չէ որ գսկամ, որ ինձի բացադրեցին, որ արցախցիներուն պիտի օգնենք, բզդիկներուն հայ զավակ շուրջուղներուն պիտի օգնենք։ Ինձի համար ասի շատ կարեւոր է, որ օգնենք մույս հայերը, չէ որ չի դարբերել եթե սփյուռք եք կամ Հայաստան գաբրենք, ամենքնից հայ ենք։ Հանդիպմանը ամենայն հայոց կաթողիկոսը իր օրհնությունը բաշխեց հայորդիներին, բարձր գնահատեց Հայկական բարեգործական ընդհանուր միության իրականացրած հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում ապրող երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում, հարստացնելու իրենց գիտելիքները եւ հաղորդ դառնալու հայրենի հողում ապրող մարդկանց կյանքին։ Այս ամառվա ընթացքում կառույցը տարբեր ծրագրերում ընդգրկված 200 երիտասարդի է հյուրընկալելու։ Նորին սրբությունը պատգամեց ազգային ինքնության կրողը լինել, ամուր պահել հայրենիքի հետ կապը։ Հայոց Հայրապետը հորդորեց բոլորին առավել ակտիվ ներգրավվել ազգային եկեղեցական կյանքում, ամեն ջանք գործադրել տեղերում իրենց համայնքների հզորացման համար։